Հայրապետական մեր օրհնությունն ենք բերում ձեզ։ 9-րդ գումարման ազգային ժողովի առաջին նստաշրջանը կբացվի հայրապետական օրհնությամբ, կաթողիկոսին հրավեր կուղարկեն, ազգային ժողովից լռում են, մայրաթորից Ազատությանն ասացին այս պահի դրությամբ հրավեր չեն ստացել։ Պահպանիչ եւ հույս հավատացելոց Քրիստոս Աստված մեր։ Պահյա, պահպանյա եւ օրհնյա Հանրապետությունս Հայաստանի եւ Արցախի։ Հայ առաքելական եկեղեցու հովվապետի օրհնությամբ են բացվել անկախ Հայաստանի ազգային ժողովի առաջին նիստերը։ Այդպես է եղել նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո, երբ մայրաթոռը Փաշինյանին հորդորում էր հեռանալ։ 2021-ի արտահերթ ընտրություններով ձևավորված խորհրդարանի նստաշրջանը մեկնարկեց վեհափառի աղոթքով։ Հայր մեր, որ երկինս ես, Սուրբ Եղեցի անուն քո, եկես արքայություն քո, եղեցին կամ քո։ Կաթողիկոսի մասնակցության մասին նշված է ազգային ժողովի կանոնակարգ օրենքում։ Առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն հանրապետության նախագահն ու ամենայն հայոց կաթողիկոսը։ Դրանից հետո падգամավորները երդվում են։ Երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս։ 9-րդ գումարման ազգային ժողովի նստաշրջանը սկսվում է օգոստոսի 2-ին։ Հրավեր կուղարկեն կաթողիկոսին։ Խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը այս հարցին ամբողջ օրը չպատասխանեց, զանգերին էլ չարձագանքեց։ Կաթողիկոսի օրհնության թեմայով չէին ուզում խոսել նաև ԿՊԱ-ականները, որ արձակուրդում են։ Շատերը զանգերին էլ չպատասխանեցին։ Կտրիչ Ներսիսյանը պետքա հեռանա, ես ամբիոնից ասել եմ, տարբերակ չկա։ Կաթողիկոսին գահընկեց անելու Փաշինյանի նպատակը ամրագրվել է նաև իր ղեկավարած կուսակցության ծրագրում։ Նախընտրական ծրագրով խոստանում է մինչև 2031 թվականը հեռացնել Գարեգին II-ին։ Մայրաթոռի դեմ Փաշինյանի արշավը գագաթնակետին հասավ հատկապես վերջին մեկ տարում։ Քրեական գործեր հարուցվեցին կաթողիկոսի ու մայրաթոռին սատարող եկեղեցականների դեմ։ Մի խումբ բարձրաստիճան հոգևորականներ ամիսներ շարունակ բանտում էին տարբեր մեղադրանքներով։ Իսկապես մեր անկախության պատմությունից այս կողմ Հայաստանի պատմության մեջ չի եղել երբևէ թե ազգային ժողովի մակարդակում, թե նախագահի նախագահների երթունակալության մակարդակում, երբ որ չհրավիրվի հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվը։ Հայաստան խմբակցության падգամավոր Լիլիթ Գալստյանը, որ մի քանի գումարման խորհրդարանում է падգամավոր եղել, չի հիշում, որ նորընտիր խորհրդարանի առաջին նիստին կամ նախագահի երթունակալությանը եկեղեցու առաջնորդը չլինի։ Այս քայլով Փաշինյանը շարունակում է հայ ժողովրդին պառակտել օրակարգը, պնդում է падգամավորը։ Ազգային պառակտում, գիտեք, այս իշխանությունների օրակարգերից մեկն է ներազգային պառակտումն է։ Ոչնչացնել միասնության բոլոր հնարավոր օազիսները։ Սա թիրախավորված թշնամական ձեռագիր է առհասարակ ինչին մենք ականատեսնենք եղել անցնող գոնե 3 տարիների ընթացքում։ Մայրաթոռի դեմ վարչապետ Փաշինյանի քայլերից ընդդիմադիր падգամավորը ենթադրում է կաթողիկոսին հրավեր չեն էլ ուղարկի։ Անկախ այդ ամենից ընդդիմադիրները հայրապետական օրհնությունը կստանան Սուրբ Էջմիածնում։